Ծանրամարտի Հայաստանի հավաքականները գերազանց հանդես եկան Եվրոպայի առաջնությունում։ Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած ստուգատեսում մեր ազգային թիմերն աննախադեպ հաջողություն ունեցան։ Մեդալների հաշվարկով Հայաստանն առաջինն է Եվրոպայում։ Ապրիլի 13-ին առաջին մեդալը նվաճեց Վանիկ Ավետիսյանը։ Վանիկի փոքր բրոնզե մեդալն ազդարարեց հաջողությունների մեկնարկը։ 77 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը հավասարը չուներ։ Երիտասարդ խոստումնալից ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն արդարացրեց սպասելիքները դառնալով չեմպիոն։ Արծաթե մեդալ նվաճեց աշխարհի 2010 թվականի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը։ Կանանց մրցապայքարի 69 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Նազիկ Ավդալյանը։ 2009 թվականին Գոյանգում աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո Նազիկը ծանր ավտովթարի էր ենթարկվել ստանալով ողնաշարի կոտրվածք։ 7 տարվա դադարից հետո մարզուհին կրկին պատվոհարթակի առաջին աստիճանին էր։ Կանանց գերծանր քաշայինների պայքարում անգերազանցելի է Ռիփսիմե Խուրշուդյանը։ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 105 կիլոգրամ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե, գերծանր քաշային Գոր Մինասյանը արծաթե մեդալ։ Այսպիսով ծանրամարտի Հայաստանի հավաքականները նվաճեցին 8 ոսկե, 7 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։ Առաջին հնգյակում էին նաև Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ռումինիայի հավաքականները։ Այդքան էլ լարված չէր այս մրցումները, ես բարձրացրել եմ այն կիլոգրամները, որոնք որ հարկավոր էր չեմպիոն դառնալու համար։ Ես ավելին կարող էի բարձրացնել, քանի որ մարզիչների խորհրդով պետք չէր ավելի շատ կիլոգրամներ։ Ինչքան որ հնարավոր էր, այդքան բարձրացրել եմ, որպեսզի չեմպիոն դառնամ։ Ես ջանք ու եռան չեմ խնայի, որպեսզի կարողանամ պայքարել մեդալի համար։ Կան բացեր, որ մարզիչները նկատում են, որոնց վրա պետք է հատկապես մեծ ուշադրություն դարձնենք օլիմպիական խաղերից առաջ։ Միանշանակ այո, դա անձնական հենց քաշս է, որ պետք է անպայման բարձրացնեմ, որից հետո արդեն կիլոգրամները։ Չեմպիոնական ելույթի ընթացքում Ավդալյանի ամուսինն Արցախում էր, առաջնագծում։ Ես չգիտեի, որ նա սահմանին է, ես պարզապես մտածում էի տղաների հետ գնացել են, ինչ չէին ասում այդպես, որ զանգում էի չէին պատասխանում, ես գիտեի, որ նա գնալու է, իրեն իմանալով գիտեի, որ գնալու է, այդպես խոսելու բան չէ, դա ամեն մարդ ու պարտն է։ Ոչ մեկ բնականաբար չէր հավատում, որ կկարողանամ նորից արդյունք անել սպորտում ու դա բնական է, քանի որ 6 տարի ընդմիջումից հետո, ողնաշարի կոտրվածքից հետո դա նորմալ էր։ Միայն ես վերադարձա սպորտ, որովհետև մարզիչս էր հավատում, ու ես իրեն հավատալով վերադարձա։ Ավելի շատ կարելի ասել իր խոսքին եմ հավատացել, քանի ուժերին։ Ես զգում եմ, որ կկարողանամ էլի բարելավելի արդյունքները։ Տեսնենք ոնց կլինի։ Չնայած ոսկե մեդալին Անդրանիկ Կարապետյանը լավագույն արդյունքը չի արձանագրել։ Ուսումնամարզական հավաքների ընթացքում ծանրորդն ավելի բարձր արդյունքներ է գրանցել։ Ելույթը գնահատենք շատ լավ, որովհետև աշխարհի առաջնության ժամանակ ես ավելի պակաս բարձրացրեցի, քան այս ժամանակ։ Այս ժամանակ Եվրոպայի առաջնությանը բարձրացրեցի ավելի շատ կիլոգրամներ, քան նախորդ մրցումներին։ Եվ բոլորը գոհ են։ Տարբերություն չկա, կարևորը էլի մենք նվաճեցինք, մենք էինք առաջի տեղը։ Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է ելույթներից։ Մասնագետն առանձնացրեց Անդրանիկ Կարապետյանին, ում մեդալների հավակնորդ է համարում նաև Ռիոյի օլիմպիական խաղերում։ Մենք միշտ էլ ունեցել ենք, ունենալու ենք ու պետք է լինի։ Ինչի եմ ասում, որովհետև ելի է եղել։ Ստրասբուրգումով էր, բայց 3 հատ չեմպիոնել նորից եղավ։ Այնտեղ էլ է միշտ էլ եղել է ու պետք է լինի։ Սա պրոստը մի քիչ ավելի ուշ 7 թվականին 2000։ Սա մի քիչ ավելի ուշացած է, ձգձգված է, երբ դուք երիտասարդ եք եղել այդ ժամանակ։ Սանից 10 տարի առաջ։ Չեք իմացել, բայց եղել են, կան ու պետք է լինեն։ Օլիմպիական խաղերի համար թերևս պետք է 10 կիլոգրամ ավելացնել։ Մենակ ավելի շատ մոտիկ է 77 կիլոգրամ քաշային կարգի արդյունքը, որը ընդհանուր մոտ է օլիմպիական մեդալին։ Արեն Մկրտչյան, Արթուր Ղահրամանյան, Առաջին լրատվական։